Վերջին զանգ սերիալը վերջակետ դրեց մի պատմության, որը տևական ժամանակ գրավեց հազարավոր դիտողների սրտերը։ Եվ հենց վերջին սերիան էլ եկավ ապացուցելու, որ նախագիծը ոչ մի պահ չի հիասթափեցրել իր հավատարիմ հանդիսատեսին։ Ինչպիսին էր այս սերիալի ընթացքը։ Հետաքրքիր, թեժ ու բարձր մակարդակի, այդպիսին եղավ նաև ավարտը՝ հուզիչ, գեղեցիկ ու խաղաղ։ Յուրաքանչյուր կերպար գտավ իր հանգրվանը, և ամեն մեկի պատմությունը փակվեց արժանի ձևով։ Սկսենք թերևս ամենալուսավոր ավարտ ունեցած պատմությունից։ Հենրիու ու Անգելինան երկարատև պայքարներից, բաժանումներից ու փորձություններից հետո վերջապես հաշտվում են և ունենում բալիկ, նրանց նոր կյանքի խորհրդանիշը։ Անգելինայի ու Հենրիի երջանկությունը ամրագրվում է ոչ միայն սիրով, այլ նաև նոր կյանքի ծնունդով։ Հենդոն, որը թվում էր կնքել է իր վերջին ժամերը, իրականում շարունակում է ապրել, թեև գամված սայլակին, բայց մարդկայնորեն փոխված ու հոգով հանդարտված։ Իսկ Ֆաինան, որը նախկինում նպատակ ուներ շարունակել ուսումը արտերկրում, հրաժարվում է մեկնելու մտքից և մնում ընտանիքի կողքին։ Արամն ու Մերին նույնպես ունեն իրենց երջանիկ ավարտը՝ որդու ծնունդը։ Նրանք որոշում են նոր կյանք սկսել, Սոսի հետ միասին տեղափոխվելով Ռուսաստան։ Սոսն ինքն է նախաձեռնում մեկնելը, հասկանալով, որ արդեն իր առաքելությունը Աննայի կյանքում ավարտվել է։ Լիլիթի մի ամբողջ սերիալի ընթացքում չհանդարտվող մոլագարությունը վերջապես ստանում է իր արժանի պատիժը, սակայն ոչ հոգեբուժարանում։ Նա ազատազրկման է դատապարտվում հենց Միքայելի սպանության համար։ Միկոյի մահը դառնում է այն վերջին կետը, որը վերջնականապես փակում է Լիլիթի մղձավանջային ու ավերիչ պատմությունը։ Ժամանակն անցնում է։ Միկոյի մահից հետո անցնում է 5 տարի։ Աննան շարունակում է ապրել Միքայելի տանը, շրջապատված Հենդոյով, իր 4 զավակներով՝ Հենրիով, Անգելինայով, Ֆաինայով և Դավիթով, ինչպես նաև իր թոռնիկով՝ փոքրիկ Միքայելով։ Վերջին սերիայում Հենդոն համբուրում է Աննայի ձեռքերն ու խորապես ներողություն խնդրում, տարիներ շարունակ իր դաժան, կույր վերաբերմունքի համար։ Նա խոստովանում է, որ Աննան մաքուր մնաց մինչև վերջ, իսկ իրենց ընտանիքը փրկվեց հենց նրա ուժի շնորհիվ։ Եվ վերջում մնում է վերջին հուզիչ հանդիպումը Հանրապետության հրապարակում։ 5 տարի անց Աննան, Սոսը, Հենրին ու Անգելինան հանդիպում են ճակատագրական հանգուցալուծման կետում։ Սոսը, տարիներ շարունակ կրելով սիրո բոցը սրտում, կրկին խոսում է, կրկին խնդրում է, որ Աննան միանա իրեն։ Բայց Աննան մնում է նույնը։ Նա մերժում է նրան, ընտրելով մենությունը, սակայն սիրով լցված մենություն, իր ընտանիքի ու Միքայելի հիշատակի կողքին։ Այս ամենով սերիալը պսակվեց ամենագեղեցիկ ու արժանապատիվ ավարտով, որը կարելի էր պատկերացնել։ Մի ավարտ, որին համադրել էր և ցավը, և ներողամտությունը, և կորուստը, և վերածնունդը։ Շնորհակալություն Դիանա Գրիգորյանին և ամբողջ ստեղծագործական խմբին մեզ նման հզոր պատմություն նվիրելու համար։ Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ բոլորիդ։ Եվ մի մոռացեք, նոր սերիաները, նոր նախագծերը դեռ առջևում են։ Հետևեք մեր էջին բացառիկ նորությունների համար։ Սիրով սպասում ենք ձեր մեկնաբանություններին, կապված վերջին սերիայի և սերիալի ընդհանուր ավարտի վերաբերյալ։ Սիրելի հեռուստադիտող, այսօր իմ Ռոզայի վերջին նկարահանումն էր։ Հենց նոր ավարտեցինք մեր նկարահանումները, ժամը 1-ն է։ Ու Հենրին ու Անգելինան ձեզ ասում են Մեկ բարով։ Մինչ նոր հանդիպումներ։ Մենք շատ սիրեցինք մեր հեռուստադիտողին ու շատ շնորհակալ ենք ձեզնից։ Ու նույն սերն էլ ձեզնից ստացանք։ Շնորհակալություն։ Լավ կհանգստանաս։ Ես ոչ մի ձև քեզ ներողություն չեմ տալիս։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։
Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամենի չդնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ չէ թարիխուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի համար քշուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ,